Ես նման պայմանների սովոր չեմ։ Անգամ նման պայմանների սովոր չեմ եղել, երբ որ գտնվել եմ քելակատարողական հիմնարկում։ Եվ մարդիկ, որ ինձ բան են անում, գերեմ են իբր թե ասում են դուք ընտրազանգված եք կորցնում, երբ որ հայոյանք եք տալիս։ Ինձ նման ընտրազանգված պետք չի, ով ոչ խարա։ Բարի ամենաբուն իմաստով։ Ով ինքը իբր թե կուլտուրական է, բայց վրից քակահոտ է գալի։ Ինքը իբր թե կուլտուրական է, ինքը սուս ամնում, որ իա ընտանիքը տունը եւ հոսանք չունի 10 ժամ։ Այս ամառվա շոկին ինչի համար։ Ինչ է, վճարում ենք, մի վարքյան ուշ ենք վճարում, հոսանքը գմպ, գալը մանջատում են։ Բա բոզի տղա 10 ժամ գրել ես, օֆիցիալ 10 ժամ լուչի, ինչի։ Եվ այս կառավարությունը, այս բոզի տղեկի հավաքածուն, չի կանչում վերջապես ընկեր Նիկոլ Պորնիկի տղեն, մի կողմը նստեցնի Վիոլա ջրին, մի կողմը նստեցնի բանին, տաշիրին, հոսանքը։ Մի քիչ են Լուկաշենկոյից դու բան սովորեն, նորից եմ գրում, իմ աշկի լույսը չի։ Բայց մարդը կանչում նստեցնում հրապարակային ծծցնում ճամփու դնում, իմ Լուկաշենկոյի բերած օրինակից հետո մի հատ կին էր գրել Բելարուսիայից, Մինսկում ապրում։ Ասма մեր շենքի աղբը ամեն օր հանում են, լամբուշկայա փչանում, վարքյանական գալի սարքան գնում են։ Այդպես բան չկա, որ մեր լիֆտը չաշխատի։ Մի հատ բողոք գնաց ադմինիստրացիա պրեզիդենտը կծծնի։ Իա երկրի համար հիանալի այ մարդ հետ գանք Բաքու։ Ձեր սիրած կապաների սիրած Բաքուն։ Մտեք YouTube խփեք Բաքու նայեք։ Մաքուր իդեալական մաքուր քաղաք։ Կանգառները գծանշումները, ճանապարհների բնորակը եւ այլն։ Հեսա մենք անդառնանք ճանապարհների որակի։ Եվ ինչ? Եվ ոչինչ։ Այս մարդիկ քաչեն իանց քաքի մեջ կնստեն ու կվայելեն։ Ու հետո ցույց կտան, որ իրանք կուլտուրական են։ Հայկ Մարության են ընտրում, խափես գցեց, ծծրեց։ Սե բանը Վազգենի քուր են ընտրում։ Որ ասում եմ ես եմ միակ ընդդիմությունը, բայց այն ծծերի հետ քաղաքապետարանը ծծցնում են, դարի կվոր միտուր։ Բա հիմա եթե նորմալ իշխանություն ուներ, պիտի կանչեր, հիմա նախ Վարդան Ղուկասյանի օրոք դա բացառվում է, որովհետև ես կբերեի Վիոլա ջրի ղեկավարությանը, ես կբերեի էլեկտրոցանցերին կնստեցնեի եւ կասեի. Ես ես տալիս եմ ընդամենը 1 շաբաթ ժամանակ։ Ինչ խնդիր ունեք լուծեք։ Եթե մի շաբաթից հետո խնդիրը կրկնվեց, որևիցե միտեղ հոսանք չկա, լույս չկա, ջուր չկա եւ այլն, երկու հիմնարկներն էլ պետականացվում են։ Երկուսն էլ հանրության արչեւ դրված իրենց խնդիրը չկատարելու համար պետականացվում են։ Եվ եթե բրծնեք միայն պետականացվելով, կգնաք, չգիտեմ, 10 տեղ մոմ կվառեք։ Ես ձեր տուն ու տեղը ծածանելու եմ։ Այլ լեզու, հնարավոր չի այլ լեզվով խոսել, հասկացեք վերջի, հնարավոր չի։ Հնարավոր չի 21-րդ դարում մայրաքաղաքը պահել նման պայմաններում։ Հասարակ ուշադրություն է պետք։ Ոչ բան կա, ճանապարհ կա նորմալ, ոչ ջուր կա, ոչ լույս կա, ոչ աղբահանություն կա։ Կրիմինալ մակարդակի մասին չեմ խոսում, ամեն օր կամ կրակոցա կամ գյուլոցիա կամ խփում են կամ վառում են կամ մորթում են կամ են անում։ Չկա ոչ մի պետական ապարատ իր տեղում չէ, արանքում դժվում են քաղաքացիները։ Արանքում դժվում են քաղաքացիները։ Եվ գոնե այսքանից հետո, այս ամենը ձեր մաշկի վրա զգալուց հետո, երևանցիներ, հայաստանցիներ, հասկացեք մի բան, որ պետական ապարատ աշխատացնելու համար Հայաստանում պետական ապարատ, մենք ոչ Ամերիկա ենք, ոչ Գերմանիա ենք, ոչ Ֆրանսիա ենք, հարկավոր է մի ղեկավար, ով որ սրանց պիտի ծածկանի տնով տեղով ընտանիքով, այլ տարբերակ գոյություն չունի։ Եվ այսօր ուզեք թե չուզեք, այդ միակ ընդդիմադիր պետականամետ գործիչը, որ կա, դա Վարդան Ղուկասյանը, ով խոստանում է այս հարցերի գլոբալ լուծում շատ սեղմ ժամկետներում, ոչ տարիներ, ոչ ամիսներ, ոչ շաբաթներ։ Շատ սեղմ։ Այո, լուծումը կլինի ցավոտ, շատ ու շատ օլիգարխների համար, բայց ի օգուտ ձեզ, ձեր երեխաներին եւ ձեր ընտանիքի անդամներին։ Գցեք բռնեք, մտածեք։ Այսօր նկարը դրել էին
Ֆիրդուսի շուկա է, Ֆիրդուսի թաղամաս ինչ գրողուս է ցավը։ Հայկ Մարությանի կողմից բաժանած, այսպես ասած, վաճառված ԱՊԶ-ներով շենք են կանդում։ Ով է կանդում են, բանը Մակոյանը էլիտ ինչ գրողուս է ցավը։ Փոշի, թոզ, դուման, հələ բռնելա։ Ընկեր էլիտ գրուպ։ Էլիտ գրուպը ինչ գրողուս է ցավը։ Արա ջան։ Առանց էնել առողջապահության նախարարություն կոչված կային յագար կա։ Են։ Չես հասկանում ուր եմ այամ։ Մեկենյան, մեկնել վերև։ Առողջապահություն մենք վաբշե չունենք։ Նախարարություն կոչված հիմնարկը հայտարարել է, որ Երևանը ամենափոշոտ, ամենաաղտոտված քաղաքն է տարածաշրջան, ոչ Թիֆլիս, ոչ Բաքու, ոչ Անկարա, ոչ Թեհրան, այդքան աղտոտված չի, դաժե Թեհրանը, որ այնքան ավտո կա, որ զույգ օրերը զույգ համարներն են, կենտորերը կենտամարներն են։ Քանց Երևանը Մումբայից այնքան ասենք հնդիկ Մումբայից աղտոտված քաղաքը դամար յուրաքանչյուր երրորդ չորրորդը ունի քաղցկեղային խնդիր։ Վեկարել ես շենք ես քանդեմ։ Հողն ու փոշին բռնելա ամբողջ թաղամասով մե։ Դու շենք քանդելու ձևը չգիտես։ Ուրակո, ախր ձև կա դրան հրաման կա շենք քանդել ջուր ցանելով։ Ես եթե նման աշխատանքի դիմաց էլիտ գրուպ կամպանիան դու գանվեր $1 միլիոն ու լիցենզիայի զրկվեր, ինքը նման ձևով Ֆիրդուսի տարածքը չէր կանդի։ Նման ձևով։ Ու ինչն է հետաքրքիր, այսօր Հայաստանի Հանրապետությունում շինարարական տենդերներ, մենդերներ, որոնք որ անում են, նույն նախկինների հետ փոխկապակցված գանդոնների հավաքածուն է։ Օրինակ Դավիթ Համլետի Սուքասյան, ոտքի բոզի տղա, ML Mining։ Ասենք սրան։ Սաղ տենդերներով, մենդերներով կա։ Նախկին պաշտոնյա, հատուկ հնչական ծառայության աշխատակազմի ղեկավար, ուրա։ Ուրեմն մեր ձեռի տակ է հայտնվել ֆոտո մի քրեական գործի փաստաթղթից։ Ուրա, որ հանգարց մի հատ բոզի տղա չասի, այդպես բան չկա, էդի սուտ է։ Կարդում ենք, ուշադիր։ Սույնով հայտնում եմ ձեզ այն մասին, որ շուրջ 10 տարի է, ինչ Հայաստանի Հանրապետության տնտեսվարողների շուկայում է հայտնվել ML Mining ՍՊ ընկերությունը։ Նշված ընկերությունը սկզբնական փուլում զբաղվել է հանքարդյունաբերությամբ, ինչ ճանապարհներով ձեռք է բերել ավազի հանքեր, հետագայում ձեռք է բերել սննկացած Չիլինգարյան Design Construction ՍՊ ընկերությունը, ընկերությանը պատկանող բետոնի արտադրամասը, սկսել է զբաղվել բետոնի արտադրությամբ։ Հետագայում սկսել է կապալի պայմանագրերի շրջանակում կառուցել շենքեր։ Հետագայում ինքն է հանդիսացել կառուցապատող ձեռք բերելով հողատարածքներ եւ կառուցելով շենքեր, վաճառելով դրանց բնակարանները։ Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյան բոզի տղուցուցումով բոլոր շինարարական կազմակերպություններին պարտադրվում էր գնել ավազը ֆիքսված գնով միայն ML Mining ՍՊ ընկերությունից ընկերաբազան։ ML Mining ՍՊ ընկերության 100% փայատեր է հանդիսանում Դավիթ Համլետի Սուքասյանը, ով շուրջ 15-ից 20 տարի զբաղեցրել է տարբեր պետական պաշտոններ, հիմնականում ուժային կառույցներում։ Վերջին պետական պաշտոնն է հանդիսացել հատուկ հնչական ծառայության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, խնդրեմ, կոռուպցիան նեմա, որից նա հեռացել է մոտ 4 տարի առաջ եւ արդեն բացահայտ սկսել է զբաղվել իր բիզնեսով։ Բոլոր ժամանակաշրջանում եւ նախկին եւ ներկա կառավարությունների օրոք Դավիթ Սուքասյանը ունեցել է այսպես կոչված կոմֆորտ բիզնես պայմաններ։ Բազմակի անգամներ եւ նախկիների եւ ներկաների կառավարությունների որոշումների շնորհիվ ազատ